Երևանը սարսափած է։ Չի կարելի ուրանալ, չէ որ այդքան զոհերը հենց այնպես չէր, որ այդքան արյունը թափվեց։ Հայ ժողովրդի դարերի պայքարն է ուրանում Նիկոլ Փաշինյանը։ Ասել է իր քաղաքական դիրքորոշումն է, սահմանադրությունից պետք է հանվի հղումը անկախության հռչակագրին, որտեղ հիշատակվում է Արցախը Հայաստանին վերամիավորելու Հայաստանի Գերագույն խորհրդի որոշումը և որով Հայաստանը երաշխավորում է, սատար է կանգնելու հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին։ Չի կարելի ջնջել պատմությունը և համաձայնվել ցանկացած շատ կներեք այդ հիմարությանը, որ մեր հարևանները մեզ առաջադրում են, չէ՞, այսի սենց, եկուց մյուս օր իրանք էս էլ կասեն մերն է, հետո եկեք թողենք գնանք, ուր։ Ուրեմն ուրիշը ճանաչում է, մենք չենք ճանաչում, հիմարություն է։ Գալատ են անում, էդի ժողովրդից բոլորից պետք է հարցնեն, նոր այդ որոշումը կայացնեն, էդի հանրաքվե պետք է լինի, որ այդ ձևի որոշում կայացնեն, ինչ ուզում անում են։ Անգամ լսելն է տահաճ իրան, որ մնաց իր արած օրենքներն ու կամ չգիտեմ մնացածը։ Մնացածը Փաշինյանի պարն է։ Նույնիսկ այդ գլուխները վերցրեց պարել են, վայ։ Այն մի անգամ տեսած քաղաքացիները էլ անգամ վարչապետի դեմքը տեսնել չեն ուզում։ Բջեղն է, այսել տանում եմ տնիցս կախ։ Կարծում են այդ մարդը խայտարակում է մեր հանրապետությունը։ Ինչ, այդ ինչի վրա է ուրախացել, ես չի իմանում։ Ինչ է, էդի մարդ է, էդի կաբիկա մարդ, մեջը երևի մեխանիզմա դրած, ռոբոտի նման աշխատում է, էդ ղեկավար չի, էդի օղաջի չեմ անում, դերասան կաբիկա, թե մարանետկա, են թատրոններ մոր ցույց են տալիս, էլի տույն մարանետկին է։ Ամոթ է, մեզ համար շատ ամոթ է։ Ես դաժե Մոսկվայի բանով, կանալով էլ տեսա այդ։ Ես վատ եմ զգում ինձ ձեզ։ Ինքը վատ չի զգում, բայց մենք սաղը սահմանչում ենք իր տեղը։ Սա ոչ վարչապետ է, ոչ էլ խոհարար է։ 95-6 թվականից ես մենք իրար ճանաչում ենք։ Նա միշտ վազող է եղել, պարող չի եղել։ Հիմա ուղղակի պարում է։ Ամոթ ու ծիծաղ խառնվել են Երևանի փողոցներում։ Համ ցավալի է, համ ծիծաղելի է ինչ-որ միտեղ։ Իրոք ցավ եմ ապրում, որ անկեղծ ես չեմ ընտրել, բայց ես չեմ տարանջատի իմ հայ ժողովրդից, ինձ չեմ տարանջատի։ Ես ինքս չեմ ընտրել, բայց մեծ ցավ եմ ապրում, որ ինքը ընտրվել է։ Որում ասեմ, այդքան էլ պլաստիկ չի շարժումները, թողել չանի նման բաներ, չի սազում։ Մի քիչ կանացիական, այսպես ասած, շարժումներ արեց, որ տղամարդը որ նայեր, դա միգուցե տղամարդուն ուրիշ տեղեր տաներ։ Ինչ, հետո, դալշե, պատոմ։ Հետո Փաշինյանը առանց հանրաքվեի, առանց մարդկանց կարծիքը հարցնելու մտադիր է դեն նետել մեր ծննդյան վկայականը։ Հենց այդ փաստաթղթի հետ են համեմատում երևանցիները անկախության հռչակագիրը։ Աղջիկ ջան, այդ հռչակագրի համար ես պայքարել եմ 88 թվականից։ Դա մտոց ծննդական, դա էլ այդ հռչակագիրը դա է։ Մեր ժողովրդին դուք բացատրեք, հասկացեք, մենակ հարց տալով չի աղջիկ ջան, բացատրեք, որ այս մարդիկ հասկանան, որ մարդ իր ծննդյան վկայականը կարող է քսի մի կողմ։ Լրիվ հանում են, ամեն ինչ հանում են, մեզ դարձում են ես եմ թուրքերի հպատակներ էլի։ Էդ ով մտածել է հանի, էդ ամենա ախմախ մարդ։ Էդ նույն մարդն է, ով մտածել է, էդի վաբշե, էդի մարդ չի, էդի խելք չունի։ Անխելք մարդ է, էդի կա։ Ես չգիտեմ անկախության հռչակագիրը, բայց ցեղասպանությունը շատ սխալ է, որտեղ ամբողջ կյանքում մենք ցեղասպանվել ենք։ Շատերն էլ վախենում են Փաշինյանից դժգոհել տեսախցիկի առաջ։ Տուգանքի մատերիալ արդեն դարձել են, հանկարծ չկատաղի հիմա էլ շնչելու և կարծիք հայտնելու համար հարկի մարդկանց։ Թող մեր վրա էլ մի հատ օդի շոճիկ դնեն, դրա համար էլ գումար տանք ու վերջ։ Այդքան մի բան։ Լանա Համբարձումյան, Միլենա Պողոսյան, Սմբատ Ասլիկյան, Հայլուրի համար։